Բարձրանանք վերնատուն, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Տեսնում եք այս նկարը Իսրայելում վերնատունն է, որտեղ որ գործ կառաքելոց երկրորդ գլուխը ասում է, առաջի գլուխն եմ այսօր խոսալու, երկրորդը հաջորդ կիրակի, որ նրանք վերնատուն բարձրացան, քույր եղբայրներ։ Մի հրաշալի բան է, մտնում ես այս սենյակ, ասում ես 120 հոգի սպասել է Տիրոջը, որ Տերը պետք է իր հոգին թափի, պետք է այցելի, փառք ես Հիսուս, հալելույա։ Սուրբ գրային հատված կարդում եմ Գործք առաքելոցից առաջի գլուխ 12-ից 14 խոսքերը։ Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյանց կոչվող լեռան վրայից, որ մոտ էր Երուսաղեմին եւ գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի չափ հեռավորության վրա։ Ձիթենյանց լեռան վրա հիշում եք, Հիսուսը հափշտակվեց իրենց աշկերի առաջ եւ աշակերտները գնում են հիմա Երուսաղեմ։ Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, քույր եղբայրներ, հալելույա։ Զգում եք այս ծառայության ժամանակ ինչ եղավ, մենք բարձրացանք վերնատուն։ Մենք իրոք ոնց որ ներքևի հարկից մեր հոգին բարձրացավ ինչ որ միտեղ։ Հենց սա է, որ բարձրանում ենք, Աստծո ներկայությունը մեզ բարձրացնում է իր վերնատունը, վերնատան փորձառությունն ենք սկսում ունենալ։ Ասում է, որտեղ մնում էին եւ տալիս է անունները աշակերտների, առաքյալների, Մայրամի, նրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին, մի քանի կանանց Հիսուսի մոր Մայրամի եւ նրա եղբայրների հետ միասին, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եթե մեր տան անդամներից կան ոմանք, որ դեռ չեն ապաշխարել, ու մեր մեջ հոգսը, հավատացեք այդ հոգսը Հիսուսի մեջ էլ է եղել։ Իր կենթանյաց օրոք 3.5 տարի, որ նա երկրի վրա գործում էր, իր ընտանիքը չէր հավատում։ Նրանք տեսնում էին, որ իր գործը անում է, իր քույր եղբայրները դեռ չունեին այն հավատքը, որ հավատային, որ նա Տերն է, նա Աստվածն է, Մայրամի մարմնի մեջ, Մայրամից ծնված քույր եղբայրներ, ամեն։ Եվ այստեղ ասում է Հիսուսը, որ երևացել է Հակոբոսին, Հուդային, իր եղբայրներին եւ իր եղբայրները իր մոր հետ միասին վերնատան մեջ են։ Սա ձեր սրտի փափագնա թե չէ։ Տեր, ընտանիքս գալու է վերնատուն։ Ընտանիքս ճաշակելու է քեզ Տեր Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Ոչինչ, Տերը փոքր սկզբունքներ ուղակի չառամարենք։ Փոքր բաները, որ մեր կյանքի մեջ լինում է, կարա 1-2 հոգու հետ, բայց Տերը մեծ գործեր անելու, քույր եղբայրներ, ամեն։ Եկեղեցի հավատանք Տիրոջ ամենամեծ գործերը, Տերը մեծ գործ անելու մեր ընտանիքի մեջ, հալելույա։ Վերնատունը, գիտեք այս վերնատուն ուղակի, այնպիսի մի վերնատուն չէր ուղակի, որ նշված է Գործք առաքելոց 1-ի մեջ։ Հիշում եք ինչ կատարվեց վերնատանը, եթե մենք գնանք վերնատունը Հովանեսի ավետարանի մեջ 13-ից 17-րդ գլուխները խոսում է վերնատան մասին։ Հիշում եք, ամենաշատը Հիսուսը այս վերնատան մեջ խոսած աշակերտների հետ Սուրբ Հոգու մասին։ Ավելի լավ է ես գնամ, որ մխիթարի չգա, ձեր օգնականը, ձեր ուսուցիչը բացատրեց, որ նա անձ է, նա ձեզ կլսի, կխոսա, հարաբերություն կունենաք նրա հետ։ Եվ այս վերնատան մեջ էր 17-րդ գլուխը, որ նա ամենագեղեցիկ աղոթքը բարձրացրեց։ Հովանեսի ավետարանի մեջ 17-րդ գլուխը նշում է Հիսուսի ամենամեծ, ամենագեղեցիկ ու փառավոր աղոթքի մասին, սիրելներ։ Կարդացեք ինչ հետաքրքիր այդ վերնատան մասին ասում։ Գործք առաքելոցը, որ ես նոր կարդացի, Ղուկաս ավետարանիչն է գրել, ամեն, Ղուկասն է գրել։ Եվ նույն Ղուկասը դե գրել է Ղուկաս ավետարանը, ամեն։ Տեսեք իր ավետարանի մեջ նա նշում այս վերնատան մասին, Ղուկաս 22:8 համարը, 22 գլուխ 8-12 խոսքերը։ Ասում է Հիսուսն էլ Պետրոսին եւ Հովանեսին ուղարկեց ու ասաց. գնացեք մեզ համար զատկական ընթրիքը պատրաստեք։ Եվ նրան ասեցին, որտեղ պատրաստենք, ամեն։ Եվ նա ասեց, գնացեք եւ նա ձեզ հարդարված մի մարդ կլինի, կուժը ձեռքը ջուրը գնում է մտնում այդ տունը, կոորդինատները տվեց Հիսուսը եւ ասեց, եւ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա, այնտեղ էլ պատրաստեք, ամեն, հալելույա։ Այդ վերնատան մասին եմ այսօր ուզում խոսամ։ Այդ վերնատան մասին, որ Տերը Հիսուսը աշակերտների ոտքերը լվացավ, հաղորդությունը ընդունեցին Սուրբ Արյունն ու Մարմինը, լիքը խոստումներ տվեց Տեր այդ վերնատան համար, ամեն։
Եվ հետաքրքիր է, երբ որ կարդում ենք Հովանու ավետարանը, շատ հետաքրքիր մի բան է կատարվում։ Առաքյալները, երբ որ Հիսուսը մեռավ, մեռելներից հարություն առավ, հիշում եք ամենաառաջինը Մարիամ Մագդաղենացին գնաց, տեսավ, այցելեց, Հիսուսին տեսավ, Պետրոսը, Հովանեսը եւ այսպես մի շարք առաքյալներ գնացին Հիսուսի ետևից, ամեն, սիրելի քույր եղբայրներ։ Եվ ասում անգամ Հիսուսը երևաց նրանց, պատերի մեջով անցավ, առաջի անգամ ասեց խաղաղություն եւ բան չէր կատարվում։ Երկրորդ անգամ ասեց խաղաղություն ձեզ։ Այնքան էր մարդկանց ոնց որ ասած վախը, այս բաները, հոգսերը շատացել իրանց մեջ, որ Տերը երկու անգամ պետք ասեր խաղաղություն, պատկերացրեք։ Եվ երկրորդ անգամ, երբ որ ասեց խաղաղություն, ասում է նրանց վրա փչեց եւ ասեց առեք Սուրբ Հոգին։ Սա Սուրբ Հոգու մկրտությունը չի, սիրելի քույր եղբայրներ։ Լսում եք։ Շատերը ասում են, որ դա Սուրբ Հոգու մկրտությունն էր։ Սրանից հետո գիտեք ինչ կատարվեց։ Ասում է, որ Պետրոսը հաջորդ գլուխը Հովանեսի ավետարանի վերջի գլուխ ասում է, եւ Պետրոսը ասեց, ես գնում եմ ձուկ բռնելու։ Թողեց։ Ուր գնաց։ Սամարիա, Գալիլեա։ Ասեց գնում եմ Գալիլեա ձուկ բռնելու։ Առաքյալները ասեցին մենք էլ ենք գալիս։ Ամեն։ Եվ գնում են որպեսի Գալիլեա ձուկ բռնեն։ Այսինքն նրանք վերադառնում են իրանց հին կյանքին, ձկնորսությանը։ Եվ Տերը եւս մեկ անգամ նրանց երևում է Գալիլեայում, հիշում եք, որ Պետրոս սիրում ես ինձ այս հաղորդակցությունը Տիրոջ եւ Պետրոսի մեջ, եւ ի վերջո Տերը ասում է գնացեք իդ Երուսաղեմ։ Գնացեք, սպասեք, մինչև վերից զորություն առնեք։ Գնացեք, գտեք ձեր առաջին սերը։ Հիշում եք, քույր եղբայրներ, ձեր առաջին վերնատան փորձառությունը ինչ է եղել։ Առաջի անգամ հիշիր, այն հողը, այն տարածքը, այն տունը, չգիտեմ որտեղ է եղել, որ Քրիստոսին ընդունել ես Տեր եւ անձնական փրկիչ ու կյանքիդ մեջ եկել այդ խորը հուզումը, ոնց որ առաքյալների կյանքում նրանք նավակի մեջ նստած են եւ Տերը ասեց նավակդ ավելի խորացրու, Պետրոս, ավելի խորը տեղերը տար եւ ուրկանդ գցիր աջ կողմը եւ նա գցեց եւ այնքան ձուկ էր որսացել, որ ասում է ուրկանները պատրվում էին, ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, Աստված թող մեզ տանի։ Եթե մեր կյանքում ինչ-որ մի բան կա, որ ինչ-որ խոչընդոտ է մեր կյանքի մեջ, չենք զգում Տիրոջ ներկայությունը ինչպես որ պետք է զգանք, թող Սուրբ Հոգին մեր ուրկանները, մեր նավը ավելի խորացնի Աստծո մեջ։ Հալելույա։ Վերադառնանք վերնատուն եւ բարձրանանք վերնատուն այնտեղը, որ Տերը մեր համար պատրաստել է։ Հալելույա։ Վերնատունը հաղորդակցության եւ միաբանության վայր է, սիրելի քույր եղբայրներս։ Ամեն։ Ինքը միաբանում է։ Տեսեք, այս վերնատան մեջ նրանք միայնակ չէին, սիրելիներ։ Առաքյալները միասին էին, ասում եմ, միասին աղոթում էին, միասին հաց էին ուտում, միասին սպասում էին, հալելույա։ Երբ որ եկեղեցին միաբանա, հավատացեք, դժոխքի դռները չեն կարա այդ եկեղեցու աղոթները կանգնացնեն եւ դիմադրեն, հալելույա։ Վերնատունը հոգևոր պարգևների փոխանցման վայր է։ Վերնատունն այդտեղ, որ Սուրբ Հոգու մկրտությունը եղավ, Աստված իր հոգին թափեց ամեն մեկի վրա եւ վերնատնից ծնվեց եկեղեցին, հալելույա, փառքեր Հիսուսին։ 13 խոսք ասում է, երբ քաղաք մտան Երուսաղեմ, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին։ Այս մնալ բառը կոչվում է ապրում էին։ Փաստորեն վերնատունը կիրակից կիրակի հարաբերություն չի Աստծո հետ։ Վերնատունը Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը ամեն օր։ Հալելույա։ Առավոտյան արտանում ենք, բարձրանում ենք վերնատուն։ Մի հատ փորձություն, գիտենք վերնատունը, որտեղ ենք այդ հոգսը տանելու, որտեղ ենք դնելու, որտեղ ենք աղոթելու, ինչ շեղկումներ ենք միասին ունենալու, հալելույա։ Նրանք ապրում էին վերնատանը։ Վերնատունը կյանք է։ Այդ վերնատնից գալիս է ամենագեղեցիկ, ամենամեծ երկրպագությունները, պաշտամունքը, աղոթքը, կյանքը, սրբությունը, ապաշխարությունը, ինչ ուզում ես ասա վերնատան մեջ է լինում, սիրելի քույրս եղբայրս։ Վերնատունը քո եւ Աստծո հանդիպման վայրն է, ամեն։ Խնդրում եմ այս համարները քո մեջ ասա, վերնատունը
իմ եւ Աստծո հանդիպման վայրն է։ Մենք երկուշաբթի օրը մի հրաշք սերտողություն ունեցանք, տեքստը միասին պատրաստել էինք, մեր սվետքույրը խոսած տեքստի մասին եւ ամենառաջի կետը սա էր, որ ինչ է աղոթքը։ Ամեն։ Աղոթքը ասեցինք, աղոթքը որպես հանդիպում Աստծուն։ Հանդիպում ենք Աստծո հետ։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ աղոթքը, սիրելի քույր եղբայրներ, այդ հանդիպումից բարձրանում է մեր հեղինակությունը, մեր իշխանությունը, մեր մեջ, մեր հոգևոր կյանքը, փառքեր Հիսուսին։ Եվ այսպես վերնատունը ապրում ես։ Վերնատան մեջ շատ բաներ է կատարվում, իմ եւ քո վերնատան մեջ։ Շատ անձնական է, այնքան անձնական է, որ այդ բաները ուղղակի չես էլ կար այստեղից խոսաս, բայց Տերը գիտի քո սիրտը։ Տերը գիտի քո հոգսը, Տերը գիտի քո ցավը, ամեն։ Ես խոսալու եմ երկու տարբեր օրինակներ 5 կտակարանից վերնատան փորձառության հետ կապված եւ 3-ը նոր կտակարանում։ Եւ Աստված այդ նույնը անում է մեր կյանքում այսօր, ամեն։ Վերնատունը պատմություն չի։ Այնպես չի, որ այս նկարը նկարել ենք Երուսաղեմում, վերնատունն այս շենքը կա, գնում ենք, տենում ենք, մի քիչ փշաքաղվում ենք, մտնում ենք, ոչ, այս վերնատունը իրական է։ Այս վերնատունը սա է այսօր, որ հավաքվել ենք, այս վերնատունը մեր տան, մեր սենյակի ամեն բան, որ Տերը մեր կյանքի մեջ անհատական գործ անում, փառքեր Հիսուսին։ Երրորդ Թագավորաց 17-րդ գլուխը մի հետաքրքիր խոսք ունի ասելու, ամեն։ Մենք կարդում ենք Եղիայի կյանքի մեջ, որ նա ապրում էր վերնատանը։ Եվ հետաքրքիր այդ տանը մի կին կար, որ մի տղա զավակ ուներ։ Եվ մի օր այս տղան հիվանդանում է եւ մահանում է։ Եվ այս որբևայրին մեծ ցավով դիմում է Եղիային, ասում է. «Եղիա, տղաս մահացել է»։ Եվ Եղիայի առաջի արձագանքը որն է։ Եվ ասում է. «Եվ Եղիան ասաց կնոջը. ինձ տուր տղայիդ, քույրս եղբայրս, ինձ տուր հոգսդ», ամեն։ Ինձ տուր հոգսդ։ Ասա, ես վերցնում եմ իմ հոգսը իմ ձեռքերի մեջ։ Հալելույա։ Ինձ տուր տղայիդ եւ նրա գրկից վերցրեց տղային, նրան ուր տարավ վերնատուն։ Հալելույա, վերնատուն տարավ, որտեղ բնակվում էր ինքը։ Տես վերնատունը հարաբերություն է։ Վերնատունը մի բան է, որ դու գիտես, հոգսը տուր ես տանում, ում ձեռքերի մեջ ես դնում։ Կարիքներդ ում ես վստահում եւ ում ես կիսվում եւ գիտես, որ այդ վերնատան մեջ հանդիպման վայր ես ունենալու Տիրոջ հետ։ Հալելույա։ Եվ նա ասում է, եւ նրան ասում է, պարկեցրեց որտեղ իր անկողնու մեջ։ Սա ավելի հարաբերական է։ Ավելի հարաբերական մի բան է, պատկերացրա։ Պարկածը տեղը եղել է, որ Սուրբ Հոգին խոսացել է հետ։ Մտքեր է խոսում, խորը բաներ է խոսում։ Դավիթ ասում է, անկողինս արցունքներով ասում է լցվել է, արցունքներով լցրվեց իմ անկողնու մեջ նա խոսում էր իր հոգսը, պատմում էր ասուն իր կարիքները, ամեն բան, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ ասում է այդ անկողնու վրա, ասում է պարկեցրեց նրան եւ աղաղակեց Տիրոջը մեկ նախադասություն, եւ Տերը լսեց Եղիայի ձայնը եւ տղայի շունչը վերադարձավ նրա մեջ։ Ասա Սուրբ Հոգի արի իմ մեջ։ Սուրբ Հոգի արի իմ մեջ։ Ես ուզում եմ քո կրակը, քո ներկայությունը զգամ իմ վերնատան մեջ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ու նա կենթանացավ։ Եղիան վերցրեց երեխային վերնատնից, իջեցրեց տուն ու նրան տվեց մորը եւ Եղիան ասեց. «Տես, որդիդ կենթանի է»։ Ինչքան վկայություններ ա ծնվել մեր կյանքում, չէ՞։ Վերնատան մեջ Տերը պատասխանել է մեր ընտանիքի հոգսը, մեր անձնական հոգսերը։ Վստահում եք Հիսուսին, քույր եղբայրներ։ Եկեղեցի ասա ամեն։ Ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Սա Եղիան էր։ Նայեք, մեր տան մեջ ինչ փորձառություն որ ունենում ենք, մեր երեխաները նայում են, լսում են, նրանք զգում են։ Երբ որ մի հատ մեծ դիագնոզ լինի, հիվանդություն, ինչ ուզում է մեր կյանքի մեջ լինի, գալիս է մեր կյանքի մեջ, նրանք միանգամից նայում են ոնց ենք անդրադառնալու դրան։ Ինչ աղաղակ ենք բարձրացնելու, որբևայրին աղաղակեց, Եղիան էլ գիտեր այդ աղաղակում ձեռքերի մեջ դնի, ամեն։ Եղիսեն նա հետևում էր Եղիային։ Ու նա ասել էր. «Տեր տուր ինձ կրկնապատիկ օծությունը», ամեն։ Եվ հետաքրքիր է, Եղիսեն էլ նա էլ ապրում էր վերնատան մեջ, եւ 4-րդ Թագավորացի մեջ նա տեսնելով Եղիայի կյանքում Աստված ինչ մեծ գործ արեց, սիրելի քույրս եղբայրս, եւ ասում է մի օր էլ ասում է Եղիսեն եկավ այնտեղ, գնաց վերնատուն այնտեղ պարկեց։
ինքն էլ վերնատունը իր համար ինչ էր, իր տունն էր, որտեղ որ նա ապրում էր, հանդիպում էր Աստծուն։ Եվ հետաքրքիր է, մի դեպք էլ պատահում այս սունեմացի կնոջ կյանքի մեջ, որ նրա որդին է մահանում։ Եվ Եղիսեի ձեռքերի մեջ են բերում դնում նորից։ Եղիսեին խնդրում է, որ Աստված թող պատասխանի քո աղոթքին, եւ տեսեք Եղիսեն Եղիայի նման ասում է մտավ, եւ երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած, պարկած էր իր անկողնու վրա։ Նա ներս մտավ, դուռը կողպեց, շատ հիշեք Հիսուսի խոսքերը։ Մտնում ես քո ծածուկ սենյակը, դուռը կողպում ես, չէ, քո վերնատունը եւ աղոթես Տիրոջը։ Վեր կացավ, պարկեց երեխայի վրա, շատ մի քիչ բնական երևույթ չի, հասկանում եք։ Պարկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը նրա աչքերին, իր ափերը նրա ափերին, եւ երբ կռացավ նրա վրա երեխայի մարմինը, տաքացավ։ Հալելույա։ Եվ ելավ ու տան մեջ մեկ մյուս կողմ գնաց, մեկ այն կողմ գնաց, արդեն հոգևոր պատերազմ է, եւ վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա։ Երեխան 7 անգամ փռշտաց, երեխան բացեց իր աչքերը եւ թող եկեղեցին ասի ամեն։ Հալելույա։ Այս սայա կատարվում վերնատան մեջ, վերնատան մեջ մենք նույնանում ենք Աստծու հետ։ Վերնատան մեջ մենք հանդիպում ենք Աստծու հետ եւ վերնատան մեջ մենք նույնանում ենք Աստծու հետ։ Մարմինը նրա մարմնի հետ, մենք հիշում եք այդ խոսքը խոսացել ենք, Հիսուսի հետ ծածկված ենք Աստծո մեջ։ Մեր մարմինը նրա մարմնի մեջ, մեր ափերը նրա ափերին, մեր ձեռքերը, մեր աչքերը, մեր բերանը նրա բերանին, հալելույա, փառքեր Հիսուսին եկեղեցի, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Այ վերնատան հրաշքը սա է, որ երբ որ Աստված մի այգի պատրաստեց, մի վերնատուն, այդ վերնատան մեջ հողու փոշուց Ադամին ստեղծեց։ Եվ Ադամի այդ կավե սառած մարմնի վրա ես հավատում եմ, որ նրա մարմինը Ադամի մարմնի վրա, նրա աչքերը, նրա ձեռքերն էր նրան պատրաստել, եւ վերջապես, վերջի բանը ասում է, բերանը բերանին փչեց եւ նռնգանցը մեջ կենթանության շունչ եկավ։ Հալելույա։ Այս սա նույնանալա Քրիստոսի հետ։ Ամեն։ Եկեք նույնանանք մեկանանք Քրիստոսի հետ։ Գտնենք մեր վերնատունը, մեր վերնատան փորձառությունը, խնդրենք Աստված ավելի խորացնի մեր պաշտամունքը Հիսուսի հետ, ամեն, հալելույա։ Գործք առաքելոցում վերնատուն բառը հիշատակվում է 3 անգամ։ Գործք առաքելոցում 3-ն էլ շատ հզոր հանդիպումներ են ունեցել առաքյալները վերնատան մեջ։ Ամենաառաջի վերնատան մասին այս վերնատունն է, որ ես խոսացի, որ Հիսուս ասեց, երբ պետքա վերադառնաք Երուսաղեմ։ Ասեց, լսեք, եկել եք Գալիլեա, ձուկ եք որսում, բայց դեռ Սուրբ Հոգով չեք լցվել, չեք մկրտվել Սուրբ Հոգով։ Պենտեկոստեն չի եղել։ Դուք պետքա գնաք, Սուրբ Հոգով պետքա մկրտվեք, լցվեք Սուրբ Հոգով, նոր հիշում եք Հիսուսի ինչ ասեց, կգնաք Սամարիա, Հուդա եւ աշխարհի ծայրերը, եւ այդպես էլ եղավ։ Եվ հետաքրքիր է, ամենառաջի անգամ վերնատունը մենք կարդում ենք եւ ասում է, եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ ապրում էին։ Հալելույա։ Ես ամեն անգամ, երբ որ մեր տնից քշում եմ, գալիս եմ եկեղեցի, ես զգում եմ ոնց եմ բարձրանում։ Արդեն պատկերացնում եմ, ամեն մեկի դեմքի իմ աչքերի առաջին է։ Պատկերացնում եմ առաքյալները նույն ձև, որ Մայրամը, Հիսուսի եղբայրները, առաքյալները, ամեն, եւ Տերը գործում է մեր մեջ։ Մենք գալիս ենք այստեղ եւ զգում ենք կամաց Տերը ոնց է մեզ փառքից փառք տանում, զորությունից զորություն, սրբությունից սրբություն, իր տան մեջ Տերը գործում է, փառքեր Հիսուսին։ Հալելույա, նրանք բարձրացան վերնատուն, ամենառաջի անգամ վերնատուն բառը նշված այստեղ, նրանք բարձրացան վերնատուն, որն էր արդյունքը, սիրելի քույր եղբայրներ, վերնատան, բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Սուրբ Հոգին։ Ամեն։ Սա իրականը այո եւ ամենա, փառք Հիսուսին։ Երկրորդ անգամ, երբ որ կարդում ենք վերնատան մասին,
Պետրոսը արդեն դուրս է եկել Երուսաղեմի տարածքից։ Նա իրավունք ունի դուրս գա, որովհետև Սուրբ Հոգին իր մեջ է, մկրտվել է, Սուրբ Հոգու կրակը խոստում է իր մեջ է, հալելույա։ Եվ գնում է մի տեղ, որ Տաբիթա անունով մի քույրիկ կա, այծեմիկ է նրան ասում, ամբողջ եկեղեցին սիրում էր այս քրոջը։ Ինչ որ մի պատճառով, մի հիվանդություն այս քրոջ կյանքի մեջ մի բան է լինում, որը որ եղել էր Եղիսեի եւ Եղիայի կյանքի փորձառության մեջ, ծառայության։ Եվ ասում է, երբ որ Պետրոսը եկավ, քույրս եղբայրս Գործք առաքելոց 9-րդ գլուխն եմ կարդում, ասում է, պատահեց, որ այդ օրերին նա, ասում է, Տաբիթան այծեմիկը հիվանդացավ ու մեռավ, նրան որտե տարան։ Նրան լվացին եւ նրան վերնատանը դրեցին։ Հալելույա։ Նրան տարան իր այն սենյակը, որ նա աղոթում էր, սպասում էր, իր կյանքը, իր հանդիպման վայրը, նա գիտեր այդ տեղը։ Նրան տարան դրեցին այնտեղ։ Հիմա Պետրոսն է եկել։ Եվ Պետրոսին ասում են, գիտեք, դուք նվագողներն ու լացողները, հրյաները մեր ազգի նման են։ Եվ ասում է Պետրոսը ելավ, ասում է, ու նրանց հետ գնաց, երբ եկավ նրան վերնատուն բարձրացրեցին, Պետրոսը բոլորին դուրս հանեց։ Սիրելի քույրս եղբայրը, ժամանակ պահեր լինում է, որ իրոք վերնատան մեջ մենակ դու պետք է լինես։ Լինում է ժամանակներ, որ ուզում ես կենտրոնանաս քո այդ տվյալ ինչ-որ մի բանի վրա, մեկ է կողքից ինչ-որ բաներ են ասում, հա դե այս ձև կլինի, դե որ սենց էր, մարդկանց մոտեցումն ու հանդիպումը, նույնացումը Աստծո հետ տարբեր է, բայց սա շատ անձնական է Պետրոսի համար։ Պետրոսը ասեց, ես պետք է առանձին լինեմ, ամեն, եւ ասում է Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի եկավ, աղոթեց եւ դեպի աճյունը դառնալով ասեց. Տաբիթա, վեր կաց։ Նա աչքերը բացեց եւ Պետրոսին տեսնելով ուղիղ նստեց։ Հալելույա։ Տեսեք, վերնատան փորձառությունը իրական է։ Ամեն անգամ, երբ որ կարդում ենք Ավետարանի մեջ վերնատան մասին, մենք տեսնում ենք, որ Աստծո խոստումները այո եւ ամեն են։ Հալելույա։ Վերնատունը Պողոս առաքյալի կյանքի մեջ շատ յուրահատուկ հանդիպում էր։ Պողոս առաքյալը ուներ իր վերնատան հանդիպումը եւ մի օր ասում է Գործք առաքելոց 20-րդ գլուխը, որ կարդակ, Պողոս առաքյալը ասում է, նա ինչ որ միտեղ քարոզում էր, սիրելիներ։ Եվ մի երիտասարդ պատուանին նստած Պողոս առաքյալը այնքան երկար է քարոզում, որ այս երիտասարդը ննջում է եւ երրորդ հարկի ծնգնում է ներքև վերնատնից։ Ամեն։ Հետաքրքիր է, քարոզիչների բանը այդպես է, մեկ-մեկ քնացնում են, սիրելիներ, ներող եղեք։ Եվ ասում է, նա վերնատնից ասում է, վերևից ասում է, որ ներքև ընկավ, ասում է, որտեղ ասում է հավաքվել էինք, եւ Տիկոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին։ Նա խորը քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ եւ նրան մեռած վերցրեցին։ Ամեն։ Եվ արդյունքը ինչ եղավ։ Տեսեք, Պողոս առաքյալը անում է նա, ինչ որ արել էր Եղիսեն։ Պողոսը իջնելով նրա վրա ընկավ։ Այնպես չի, որ ոտը պլստած ընկավ վրեն։ No, նա ինչ որ Եղիսեն էր արել։ Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Երեք այսօր եւ հավիտյան ինչ որ Տերը արել անցյալում նույնը կարանի այսօր։ Եվ նա ասում է, պարկեց, ասում է, ընկավ նրա վրա, ամեն մարմինը մարմնին, աչքերը, ձեռքերը, ափերը եւ ասում է, ինչ կատարվեց, ու ասում է, ընկավ նրան վրա ու գիրկն առնելով նրան ասաց, մի անհանգստացեք, որովհետեւ հոգին իր մեջ է, Աստված կենթանացրեց, սիրելի քույրս եղբայրս։ Հալելույա։ Եվ Տերը այդ խոստումը տվել է մեզ։ Անցյալ կիրակի ես խոսացի այն հզոր կարևոր խոստումի մասին, որ Տերը մի օր գալու է։ Տերը մի օր գալու է հանկարծակի եւ մեր վերնատնունը բացվելու է։ Մեր գերնական աչքերը մենք տեսնելու ենք Քրիստոսի ձայնը լսելով, հափշտակվելու ենք երկինք Հիսուսի հետ։ Ամեն։ Միանալու ենք Հիսուսին։ Նրա ձայնը լսելու ենք, միասնական ենք լինելու Աստծո հետ։ Հալելույա։ Ես երկինքը տեսնում եմ մի մեծ վերնատուն։ Մի մեծ վերնատուն, որտեղ որ Աստծո սուրբերը պաշտելու են Աստծուն, հավիտյանս հավիտենից փառքերը նրան։
Հալելույա։ Սիրելի քույրս, եղբայրս, այս 5 օրինակները ես բերեցի վերնատան մասին։ Միգուցե հիմա քո մեջ դուք ասես դե հա, այդ վերնատունը այն տունն էր, որտեղ նա առաքյալներն էին նրանք, բայց հիշեք, որ վերնատունը իմ հոգու ծածուկ սենյակն է։ Հալելույա։ Տեր ասեց, մտիր քո ծածուկ սենյակդ, դուռդ փակիր, քո վերնատան մեջ սիրտդ բացիր Աստծո հետ, կանչիր Աստծո անունը եւ նա կայցելի, ամեն, վերնատունը սպասման, բժշկության եւ վերականգնման սենյակ է, այնտեղ նա, որ Տիրոջ հետ միանում ենք, նույն անում ենք, հանդիպում ենք, պաշտում ենք նրան, նա զգում է մեր կարիքները, մենք էլ նրա ներկայությունն ենք զգում։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես հիշում եմ, երբ որ 12 տարեկան էի, առաջի անգամ Քրիստոսի մասին լսել եմ, ինձ վկայել են ու գնացել եմ, ապաշխարել եմ Աբովյան մի տուն կար, տան պաշտամունք էր եւ այդ տան պաշտամունքը ծաղի քույր էր, այդ տունը որ մտա, ինչ խաղաղություն կար այդ վերնատան մեջ։ Մեր տանից գնացել եմ ծաղիկ քրոջ տունը Էլլար եւ այնտեղ հետաքրքիր է այդ տան մեջ ամբողջ բոլորը այսենց նստած մի երևի 20 հոգի Սուրբ Հոգով երգում էին։ Իմ մեջ մի բան չեղավ, որ ասեմ, ինչ տարօրինակ բան է, ինչ բան է։ Չկենտրոնացա այդ բաների, կենտրոնացա Աստծո ներկայության ու սիրո վրա։ Այնքան սեր կար, այնքան ներկայություն կար։ Շատ ժամանակ, գիտեք, կյանքի փորձությունների ժամանակ Սուրբ Հոգին ասում է, հիշում ես վերնատունը, հիշում ես այն առաջի սերը, հիշում ես այն առաջի սիրո այդ տան մեջ, որ ես ու դու հանդիպեցինք իրար հետ, հալելույա։ Հիշում ես, Արմեն, որ ասեցի, Արմեն, դու սիրում ես ինձ, ու ասեցիր, հա Տեր, ամեն ինչ քո համար կանեմ, կյանքս է կտամ, ասեցի, լսի, սիրում ես ինձ, ու վերջը հասկացար, ես ինչ էի ուզում ես քեզ ասեմ այդ վերնատան մեջ, հալելույա։ Վերնատունը շատ անհատական է։ Այդտեղից դուրս եմ եկել այդ վերնատնից ու եկել եմ մեր տուն։ Ու ասում եմ, Տեր, ուզում եմ քո ամբողջը, ուզում եմ, Տեր, չգիտեմ ոնց Սուրբ Հոգով մկրտի, մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ եւ ծնկների վրա մի նենց օրտնություն ու սեր լցվեց մեջս ու սկսեցի Սուրբ Հոգով աղոթել։ Ու մեջիցս գետերը բխում էին, բխում, դուրս էր գալի։ Ու եկա տուն, քույրս էլ իրեն նոր էի տարել պաշտամունքի, Անահիտին տարել էի պաշտամունք, արդեն մոտ 3 անգամ եղել էր, եկա ասեցի ես Սուրբ Հոգով մկրտվել եմ ու սկսեցի Սուրբ Հոգով աղոթել։ Լսեց, ասма չէ, ասма, էդի Տիրոջից չի, էդի չի կարա լինի, դե մի քիչ նախանձեց։ Ասма անհնարին է, ասի ոնց թե ես էլ ավելի ուժեղ սկսեցի աղոթել, ասի Սուրբ Հոգով մկրտել եմ, տես։ Ասեց ոնց, ասեցի հենց հիմա արի ծունկի, աղոթելու ենք, Տերը քեզ Սուրբ Հոգով մկրտելու է։ Մեր միջանցքը, քույր եղբայրներ, ծնկի ենք եկել, վերնատան փորձառություն, 12 տարեկան, ոչ աստվածաբանություն, ոչ Bible College, ոչ մի բան, մի կողմ դրեք դրանք, մեկ դրանք խանգարում է, մեզ գամաղիել է դարձնում, ամեն։ Եվ այդ վերնատան մեջ շատ հետաքրքիր բան կատարվեց, ծունկի եկանք, ես աղոթում եմ, մեկ է սենց բան եմ լսում, որ անոն սենց արեց, ու մեկ էլ լեզուներով սկսեց աղոթել, Սուրբ Հոգով լցվել է։ Ասում է այդ պահը, որ աղոթում էիր, ասում է տեսա աղավնին, հետ վերջից ասում ես փոքր աղավնի էր, եկավ, ասում է ինչքան գալիս էր, մեծանում էր ու սենց եկավ ու մտավ մեջես, ամեն, ու սկսեց, Սուրբ Հոգով մկրտվեց, վերնատան փորձառությունները։ Հիմա ամեն անգամ, երբ որ շատ մեծ նեղություններով անցել է քույրս, ինքը իր կյանքի վկայությունը մի օր տա, փառք Աստծո, կարա տա, բայց այդ վերնատունն է պահել։ Այդ վերնատունն է, որ ասել է ես քո հետ եմ, քույրս եղբայրս, իմ աղոթքը քո համար սա է, Աստծուն հանդիպես, քո վերնատան փորձառություն ունենաս անհատական։ Այսօր ամերիկյան ծառայության ժամանակ Սկար Հեգենը դա ասեց, մեր հովիվներից մեկը, ասում է Աստծո ներկայության մեջ մենք շատ ժամանակ խնդրում ենք, որ Աստված մեր իրավիճակը փոխի, բայց Աստված մեր ցանկությունն է փոխում։
դեպի իրան։ Մեր իրավիճակները մնում են նույնը, բան չի փոխվում, բայց մեր ցանկությունն է փոխվում դեպի Աստված։ Մեր այդ ցանկության մեջ ավելի եք ուզում խորապես ճաշակենք Աստծուն, սիրելի քույր եղբայրներ։ Վերնատան փորձառությունը ոչ մեկ չի կարող ձեզ ասի դա քոնը չի, դա իրական չի, դա անատական է, դա չես կարող բացատրես, ուղղակի դա գերբնական հարաբերություն Աստծու հետ, որ դու ունենում ես։ Քույրս եղբայրս, խնդրում եմ պատմեք ձեր վերստին ծնված ժամանակ ինչ փորձառություն եք ունեցել ձեր վերնատան մեջ, ամեն։ Պատմեք մարդկանց։ Մարդկանց դա է պետք։ Նրանք ուզում են լսեն, ոնց փոխվեցինք, ինչ եղավ, ինչ հարաբերությունների մեջ Տերը ինչ գործ արեց մեր կյանքում, ամեն։ Ես կուզեմ, որ մոտենանք Աստծուն։ Ես կուզեմ, որ գանք Աստծո առաջ։ Մեր սիրտը բացենք Հիսուսի առաջ։ Հաջորդ կիրակին մեր Պենտեկոստեի կիրակին է։ Իմ սրտի փափագն է, որ Տերը ամեն մեկից լցնի Աստծո հոգով, սիրելի քույր եղբայրներ։ Այս խոստումը, այս փափագը նաև Հիսուսի սրտի փափագն է, ամեն։ Տերը ուզում է, որ մենք լիովին միանանք Հիսուսին։ Եկեք կանգնենք ոտքի, ասենք Տեր, Տեր Պենտեկոստեի օրը այն վերնատանը, Տեր, որ նրանք բարձրացան, այդ վերնատանը, սիրելի Հիսուս, քո խոսքը ասում է, որ առաջինը քո հոգին տունը լցրեց, վերնատունը, եւ հետո ասում են նրանք լցվեցին Սուրբ Հոգով, հալելույա, նրանց ներքին ծածուկ սենյակը, նրանց ներքին այդ վերնատունն է լցվեց Աստծո Հոգով, եւ նրանք խիզախություն առան, խոսք առան, Տեր Աստված, ես խնդրում եմ կյանքի Աստված, որ վերնատան փորձառությունը լինի անկեղծ, լինի սուրբ, լինի ապաշխարության մեջ, վերնատան փորձառությունը լինի Քրիստոսի խոստումի մեջ, Տեր այն բաները, որ դու արեցիր Եղիայի կյանքի մեջ, որ նա ապրում էր այնտեղ, որ նա տղային բարձրացրեց, իր անկողնու մեջ դրեց, Տեր, այո մենք շատ ժամանակ մենք էլ կյանքը ապրելով մեր հոգսերի հետ պարկում ենք եւ վեր կենում Տեր Աստված։ Մեր հոգսերը, որ անգամ լճացած, մահացած, որ հոգի չկա մեջը, այդպիսի մի հոգսերով մենք պարկում ենք, բայց մեկ էլ քո հոգին այցելում է, բայց մեկ էլ քո շունչը փչում ես մեր վրա, եւ մենք մեր հոգսերից վերակենդանացած կանգնում ենք եւ ասում ենք ամեն։ Հալելույա Տեր։ Կենդանացրու ինձ Տեր։ Կենդանացրու մարմինս։ Կենդանացրու եւս մեկ անգամ Տեր Աստված։ Հալելույա Տեր։ Եղիսեի նման Տեր, հիմա Տեր իմ մարմնով հպվում եմ քո մարմնին։ Իմ ձեռքերս դնում եմ քո խոցված ձեռքերին եւ ասում եմ Տեր հավատությունը թող գնա։ Թող մասը ձեռքերը տեսավ ու հավատաց, երանի քեզ սիրելի եկեղեցի, որ այս վերնատան մեջ Տիրոջը ֆիզիկապես չես տեսե, բայց ձեռքը դնում ես նրա խոցված ձեռքերին, մարմինդ նրա մարմնին, հալելույա, աչքերդ նրա աչքերի, Տեր, մաքրիր աչքերս, մաքրիր այն բաները, որ ներսը սողսկում իմ անձի մեջ, սրբացրու մարմինս Հիսուս, փառքես Հիսուս, Փառքես Հիսուս, Փառքես Հիսուս, այս վերնատունը Տեր, մենք այս շաբաթ բարձրանալու ենք, այս շաբաթ մենք բարձրանալու ենք Տեր, հավատքով ենք բարձրանալու Տեր, բարձրանալու ենք դեպի հաջորդ կիրակի ամեն օր, գալու ենք Տեր, հավատալով որ հաջորդ կիրակի Տեր, մի անսպասելի բան ես անելու այստեղ Տեր, հալելույա Տեր, ես հավատում եմ Տեր, որ քո խոսքը այո եւ ամեն է, Տեր այսօր այցելի իմ քույր եղբայրներին, նրանց հոգսերին կպիր Տեր Աստված, նրանց ձայնը լսիր Տեր, քո եկեղեցին այստեղ ա Տեր, ամեն մեկս ինչ որ մի քարացած իրավիճակ ունենք մեր կյանքի մեջ, ինչ որ հոգս ունենք, հալելույա, Աստծո խոսքը ասեց այո, վերնատան փորձառությունները 5-ն էլ որ ես ձեզ ասեցի, 4-ը որ ասեցի, 4-ի մեջ էլ ինչ որ մի մեռած մարդու հետ էր կապված, կարող է միգուցե այդպիսի մի սիտուացիա կա մեր կյանքի մեջ,
Եվ Տեր ասում է ես կենթանություն եմ բերում, իմ ներկայությունն եմ բերում, քո սենյակը, քո վերնատունը, իմ վերնատունն է, իմ հոր խոստումն է, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, իմ քույր եղբայրների հոգսերին կպնես այսօր, նրանց կարիքներին, նրանց հոգսերը, մտահոգությունները, ընտանիքը, ֆինանսները, ամեն բան տալիս են քեզ սիրելի Սուրբ Հոգի։ Եվ թող եկեղեցին ասի ամեն, եկեք երկրպագենք Տիրոջը, ամեն։ Քո սիրով ինձ այցելել ես, բրգությունս պարգևել, քո գրքում գտել եմ ես